Հոպը Աստծո վախը ուներ, Աստծո մասին լավ գիտեր, բայց երբ որ ինքը համբերեց, Աստված իր կյանքում հայտնվեց, հայտնապես ինքը տեսավ Աստծուն եւ սրա համար հոպը ասում էր. ագանջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։ Իրարից խիստ տարբեր են լսել եւ աչքով տեսնել։ Հոպը Աստծո մասին լսել էր, Աստծո վախը ուներ, բայց իր կյանքում եղավ հեղաշրջում, երբ որ նա Աստծուն տեսավ, Աստծուն վայելեց, եւ երբ որ այդ հանդիպումը եղավ, ամբողջովին խոնարհվեց Աստծո առջև։ Ագանջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ, վասնորո նվաստանում եմ եւ զղջում հողի ու մոխիրի վրա։ Նույն դեպքը եղավ նաեւ այն քաղաքում, որ ապրում էր Սամարացի կինը, որը հանդիպեց Հիսուսին, որը հասկացավ, որ իր այդ խոսողը Մեսիան է, Աստծո որդին է։ Ինքը եկել էր աղբյուրի ջուր տանելու, երբ որ ինքը ճանաչեց Քրիստոսին, իր կուժը թողեց, վազեց իրանց քաղաքը եւ բոլորին վկայեց այն մասին, որ հանդիպել է Մեսիային, հանդիպել է Քրիստոսին։ Եվ երբ որ այդ քաղաքի ժողովուրդը եկան Հիսուսի մոտ, հանդիպեցին իրան, խնդրեցին, որ երկու օր մնա իրանց քաղաքում եւ վերջում ինչ ասեցին, այդ մասին ավելարանում հենց այդպես գրված է, եւ այն կնոջն էլ ասեցին, հիմա ոչ թե մենք քո խոսքերի համար ենք հավատում, այլ մենք համոզվեցինք, որ նա է Քրիստոսը, աշխարհի փրկիչը։ Այո, այս սամարացիները Հիսուսի մասին լսեցին, իրանց մեջը շարժ եղավ, որտեղ իրանք Աստծո վախը ունեին, իրանցի մոտ գնացին, բայց երբ որ անձամբ իրան իմացան, իրաց կյանքում շարժ եղավ։ Եվ կնոջ ասին, ոչ թե քո խոսքերի համար ենք հավատում, այլ մենք ինքներս համոզվեցինք, որ նա է Քրիստոսը, աշխարհի փրկիչը։ Սիրելիներ, կա լուրջ տարբերություն լսել։ Եղբայրները խոսում են, քարոզում են, ավետարանից լսում ենք, ով է Քրիստոսը, մեր համար ինչ է արել, բայց ուրիշ է, որ անձամբ մենք իրան իմանում ենք։ Նման ձևով ավետարանում մենք կարդում ենք, Տեր Հիսուսը խաչված էր եւ իր կողքին երկու ավազակներ։ Երկուսն էլ լսել էին Հիսուսի մասին։ Հրեաստանում ամենն էլ Հիսուսի մասին գիտեին։ Խաչվողները լավ գիտեին, թե Հիսուս ինչ համար է խաչվում։ Բայց շարժ եղավ։ Տեր Հիսուսը խաչի վրայից աղոթում էր իրեն խաչողների համար, հայրներիր, որովհետև իրենք չեն հասկանում ինչ են անում։ Տերը աղոթում էր իրեն խաչողների համար։ Եվ այդ ավազակների համար մենք ավետարաններում ընթերցում ենք, ավետարաններից մեկը գրում է, որ երկուսն էլ Տիրոջը անարգում էին, հայում էին, ասում էին, եթե դու ես Աստծո որդին, իջիր խաչից, քեզ էլ ազատիր, մեզ էլ ազատիր։ Բայց ավազակներից մեկի հոգու խորքում շարժ եղավ, կարծես իր աչքերը բացվեց եւ տեսավ, ով է իր կողքին խաչվողը։ Ես նորից հիշեցնում եմ, երկուսն էլ Հիսուսի մասին լսել էին, գիտեին, բայց ուրիշ է լսելը, ուրիշ է տեսնելը, վայելելը։ Եվ այս ազնվորությունը տեսավ, որ իսկապես նա է Մեսիան, նա է Քրիստոսը, նա է աշխարհի փրկիչը, որ մեռնում է մարդկության մեղքի համար։ Աչքերը բացվեց եւ տեսավ Աստծո որդուն։ Իր հայացքը ուղղեց ընկերոջը եւ ասեց. չէ որ սա անիրավ տեղն է մեռնում, Աստծուց չես վախենում։ Եվ իր գլուխը շուռ տալով Հիսուսի կողմ ասեց. Տեր, ինձ հիշիր, երբ որ քո առկայությունով գաս։ Ինչ հավատք։ Հիսուսը 3 տարի ու կես
աշակերտների հետ էր, աշակերտներին սովորեցրել էր, աշակերտները անգամներ լսել էին այն մասին, որ այո, Հիսուսը պետք է խաչվի, պետք է մեռնի, երրորդ օրը հարություն առնի։ Եվ ավետարանում մենք ընթերցում ենք, երբ որ Տեր Հիսուսը հարություն էր արել եւ աշակերտներին ասվեց այդ մասին, իրանց աչքին երևաց ցնորք, էլի չէին հավատում։ Բայց այս ազնվորության հոգու խորքում այն տեղի ունեցավ, որ տեղի չէր ունեցել աշակերտների հոգու խորքում 3 տարի ու կեսվա ընթացքում։ Տեր ինձ հիշիր, երբ որ քո առկայությունով գաս։ Նա տեսնում էր Հիսուսը Աստծո որդին է, Հիսուսը իր փրկիչն է, աշխարհի փրկիչն է, վերցնում է մարդկության մեղքը, մեռնում է, հարություն պետք է առնի եւ պետք է հայտնվի որպես ամենքի թագավոր։ Սիրելիներ, սա լուրջ բան է, կա էական տարբերություն լսելու եւ տեսնելու միջև։ Թող Աստծո ողորմությունը լինի, որպեսզի մեր աչքերը լինեն բաց եւ մենք տեսնենք, թե Աստված մեր համար ինչ է արել, Աստված իր որդու Հիսուս Քրիստոսի խաչով մեր համար ինչ է արել։ Խաչի վրայի ավազակը տեսավ եւ կյանքը իր մեջ լցվեց։ Եվ նմանապես, սիրելիներ, 5 տակարանում կարդում ենք, երբ որ Աբրամը, Սարան, Հագարին դուրս հանեցին, Հագարը իր զավակետ Իսմայելի հետ դուրս ելավ, անապատում ման են գալիս, ջուրը վերջացավ, շոկ էր, դոտ էր։ Հագարը տեսնում էր, որ Իսմայելը մեռնում է, Իսմայելին իրանից մի քիչ հեռու գցեց, որպեսզի իր աչքերով իր զավակի մեռնելը չտեսնի։ Հետո Աստծո հրեշտակը հայտնվեց, խոսեց, հուսադրեց, որ չվախենա, եւ հետո խոսքեր են կարդում, որ գրված է, եւ Աստված նրա աչքերը բացավ, եւ նա տեսավ մի ջրոր, եւ գնաց, եւ տիգը լցրեց ջրով ու տղային խմացրեց։ Այդ ջրորը կար, սիրելիներ, խնդիրը Հագարի մոտ էր, չէր տեսնում, բայց Աստված Հագարի աչքերը բացեց եւ տեսավ այդ ջրորը։ Նման ձևով, սիրելիներ, աղբյուրը ջրորը կա, հարցը խնդիրը մերն է, մեր աչքերը բաց են։ Խաչի վրայի ավազակի աչքերը բացվեց եւ նա տեսավ այդ աղբյուրը, տեսավ խաչից բխող աղբյուրը, որ Քրիստոսը աշխարհի մեղքն է վերցնում, աշխարհի մարդկության համար է մեռնում, տեսավ եւ խմեց։ Աստված թող օրհնի։ Եվ մեր աղոթքը, մեր խնդրվածքը թող դա լինի։ Տեր, այցելիր մեզ, Սուրբ Հոգով մեր աչքերը բացիր, որպեսզի մենք քեզ այնպես տեսնենք, այնպես ճանաչենք, ինչպես սամարացիները, որ այն կնոջն էլ ասեցին, այլևս քո խոսքերի համար չէ որ հավատում ենք, այլ մենք համոզվեցինք, որ նա է Քրիստոսը աշխարհի փրկիչը։ Եվ Հոբն էլ ասում էր, մինչև հիմա ես քո մասին լսել էի ականջի ծայրով, իսկ հիմա տեսնում եմ քեզ, ուստի զղջում եմ եւ նվաստանում եմ հողի եւ մոխիրի վրա։ Աստված թող օրհնի, անկեղծ լինենք, Աստծո խնդրենք, Աստծո ոգին այցելի, մեր աչքերը բացի եւ տեսնենք աղբյուրը, որ բխում է Գողգոթայի խաչից։ Այդ աղբյուրից բոլոր օրհնություններն են։ Աստված իր որդու Հիսուս Քրիստոսի խաչով վերցրել է մեղքը, վերջ է դրել մեղքին։ Աստված իր որդու խաչով վերջ է դրել Ադամից եկած հնին, մեր հին մարդուն։ Սատանան հաղթված է, պարտված է, իշխանություն չունի։ Որպեսզի այդ բոլորը մեր կյանքում իրական լինի, մենք պետք է հավատանք։ Աստված արել է, Աստված մեր փրկությունը ավարտել է, մեզ միայն պետք է հավատալ։ Միայն պետք է մեր աչքերը լինեն բաց, որպեսզի տեսնենք խաչի հրաշքները։ Ինչպես Սամոսներից մեկում Սամոսի հեղինակը աղոթում է, իմ աչքերը բաց արա, որպեսզի օրենքի հրաշքները տեսնեմ։ Էպես է սիրելիներ, մենք աղոթքով Տիրոջ առջև գանք, խնդրենք, Տեր,
մեր աչքերը բաց արա, որպեսզի տեսնենք խաչի հրաշքները, որպեսզի տեսնենք աղբյուրը, որ բխում է Գողգոթայի խաչից։ Ամեն։ Եղբայրներ, քույրեր, ուզում եի կարդալ երկրորդ թուղթ Ար Կորինթացիս 4-րդ գլխի համար 10-ը մինչև համար 12-ը։ Ամեն ժամանակ Հիսուսին մեռնելը մեր մարմնում կրում ենք, որ Հիսուսի կյանքն էլ մեր մարմնում հայտնվի, որովհետև մենք կենտանիներս միշտ Հիսուսի համար մահ ենք մատնվում, որ Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մականացու մարմնում, այնպես որ մահը մեզանում է զորանում եւ կյանքը ձեզանում։ Ասում է Պողոս առաքյալը, այնպես որ մահը մեզանում է զորանում, կյանքը ձեզանում։ Ինչի մասին որ եղբայրները խոսեցին, շատ ընդունելի է, եւ այն որ եղբայրները խոսեցին, ես ունեմ վստահություն, որ Աստծո հոգուց է, որովհետեւ այդ դրանից անկախ եղբայրների հետ խոսելուց նույն հոգին, նույն միտքը, անհանգստությունը նաեւ մեր մեջ է դրել։ Ինքը Պողոս առաքյալը ասում է. Ամեն ժամանակ Հիսուսի մեռնելը մեր մարմնում կրում ենք, որ Հիսուսի կյանքն էլ մեր մարմնում հայտնվի։ Ինչ է նշանակում Հիսուսի մեռնելը մեր մարմնում կրենք։ Նախ ուզում եմ հիշեցնել Հիսուսի անապատում փորձությունը։ Սոված էր, Սատանան փորձիչը մոտեցավ, ասեց, եթե Աստծո որդին ես, ասա, որ այդ քարերը հաստ դառնան։ Մարդկային շնչին հատուկ է եւ Սատանան մղում է, որպեսզի մարդկային շունչը ավելի ակտիվ լինի, ցույց տա իր զորությունը, իր կարողությունը, բայց Տեր Հիսուսը երկնային հորից ուներ խորը կախում, ինքը չտրվեց նրան, ինչ որ անձը հուշում էր, անձը մղում էր, ասեց գրված է, ոչ միայն հացով կապրի մարդ, բայց ամեն խոսքով, որ Աստծո բերնից կելնի, բայց մարմինը սոված էր, ուներ ուտելու կարիք։ Շնչին սա է հատուկ, անձին սա է հատուկ, մարդը ուզում է հաստատել իր թակավորությունը, մարդը ուզում է վայելել հեղինակություն, շրջապատում լավ անուն ունենալ։ Սատանան Հիսուսին հանեց բարձր աշտարակի վրա եւ ասեց, եթե Աստծո որդին ես, աստեղից վայրքից, որովհետև գրված է, նա իր հրեշտակներին պետք է հրամայի, որ քեզ պահեն իրանց ձեռքերի վրա։ Այո, սա հարազատ է մարդկային շնչին, չէ որ այդ բարձր տեղից ընկնելու ես, ոչ մի բան չի լինելու եւ մարդիկ քո առջև խոնարհվելու են, քո հեղինակությունը կբարձրանա։ Բայց Տեր Հիսուսը ասեց, գրված է, քո Տեր Աստծուն մի փորձիր։ Եվ երրորդ փորձությունը նման ձևով Սատանան Հիսուսին հանեց մի բարձր սարի վրա եւ ցույց տվեց աշխարհի փառքը, ցույց տվեց աշխարհի բոլոր թակավորությունները եւ ասեց, սրանք իմն են, ում որ ուզենամ կդամ, երկրպագիր եւ քոնն։ Անձին հատուկ է դա, մարդու մղումը դա է, մարդը ունենա իշխանություն, հեղինակություն, ամենքը խոնարհված լինեն իր առջև, ինքը հրամայի եւ ուրիշները իրան ընտարգվեն։ Տերը ասեց, գրված է միայն քո Տեր Աստծուն երկրպագություն արա։ Եվ Ավետարանում միտեղ մենք կարդում ենք, երբ որ Տեր Հիսուսը հացերի հրաշքը արեց, մարդիկ ուզեցան իրան հափշտակել եւ դարձնեին իրանց գլխին որպես իրանց թակավոր, գրված է, բայց Տերը լերը ելավ եւ աղոտ կարեց, Տերը ամբողջ գիշեր աղոտ կարեց Աստծուն։ Անձը ուզում է հեղինակություն, ուզում է փառք, բայց մարդու մեծությունը, մարդու հեղինակությունը սրանում է, եթե Աստված իր հետ է։ Եվ դրա համար 91 Սամոսի համար 14-ում լսում ենք, որովհետև նա ինձ ցանկացավ, ես կփրկեմ նրան ու բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Մեծությունը, բարձրությունը սրանում է, որ Աստված մարդու հետ է։ Եթե Աստված մարդու հետ չի,
խոսել մեծության մասին անիմաստ է, որտեղ նա ինձ ցանկացավ եւ ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Այստեղ սիրելիներ, Պողոս առաքյալը շատ գեղեցիկ ասում է. Հիսուսի մեռնելը մեր մարմնում կրում ենք, որ Հիսուսի կյանքն էլ մեր մարմնում հայտնվի։ Ուրիշ կերպ ասած, սիրելիներ, Պողոս առաքյալը խոսում էր ազնուրացության մասին, որի մասին Հիսուսը անգամներ աշակերտներին ասում էր եւ մենք անգամներ լսում ենք։ Տերը ասում էր, եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա եւ իր խաչը առնե եւ իմ հետևից գա, որովհետեւ ով որ իր անձը ուզե ապրեցնել կկորցնե նրան եւ ով որ իր անձը կորցնե ինձ համար կգտնե նրան։ Եսայի մարգարեության 53:7 խոսքում լսում ենք, այնտեղ ասում է սիրելիներ. Նա անիրավություն կրեց ու չարչարվեց, բայց իր բերանը չբացավ, ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում, եւ ինչպես մի մուշ մակի իր խուզողների առաջին, այնպես իր բերանը չբացավ։ Հիսուսի մեռնելը կրելը սա է, սիրելիներ։ Այստեղ ասում է նա անիրավություն կրեց ու չարչարվեց, բայց իր բերանը չբացավ, ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում, եւ ինչպես մի մուշ մակի իր խուզողների առաջին։ Պետրոս առաքյալը նույնի մասին ասում է, որ մեզ էլ պետք է հետևենք Հիսուսին, իր քայլերին, եւ այնտեղ ասում է, սիրելիներ, Առաջի Պետրոսի 2:22 խոսքից, որ մեղք չգործեց եւ նենգություն չգտնվեց նրա բերանում, որ նախատվելիս փոխարենը չէր նախադում ու չարչարվելիս չէր սպառնում։ Հիսուսի մեռնելը, Հիսուսի մահը մեր անձերի մեջ կրելը սա է նշանակում։ Ոչ թե վարվել մեր անձի, մեր շնչի մղումներով, այլ վարվել այնպես, ինչպես Աստված է կամենում։ Եթե այո, մեկը հավատքով միացած է Հիսուսին, միացած է իր մահվանը, պետք է ամեն ժամանակ դա իր մեջ երևա։ Առաքյալը շատ գեղեցիկ է ասում, սիրելիներ, որ Տիրոջ մեր մեջ իր ներկայությունը ցույց տալու համար, կյանքը մեր մեջ ավելանալու համար ուրիշ ճանապարհ չկա։ Ուրիշ ճանապարհ չկա։ Խոսում ենք արթնության մասին, խոսում ենք, որ պետք է Սուրբ Հոգով լցվենք։ Դրա միակ ճանապարհը սա է, ազնուրացությունը։ Միակ ճանապարհը սա է, Հիսուսի մեռնելը մեր մեջ կրելը։ Հիշում ենք, սիրելիներ, երբ որ Եղիային ուզում էին վերցնել, 50 հոգին երբ որ Սարի ստորորդում սպասում էին, Եղիան աղոտ կարեց, երկնքից իջավ կրակ եւ այրեց։ Բայց Տեր Հիսուս ասում էր. «Միթե ես չեմ կարող իմ հորը խնդրել եւ հրեշտակների գունդ ուղարկի սրանց վրա»։ Խաչի վրա աղոթում էր. «Հայր, ների սրանց, որովհետեւ իրենք չեն հասկանում ինչ են անում»։ Եվ ինչպես խոսքում հիշեցվեց, շնչի մղումով, այդպես կարելի ասել անձը ապրելու մղումով աշակերտները Հիսուսին ասին. «Տեր, ուզում ես խնդրենք երկնքից իջնի կրակ եւ այրես մարդկանց, ինչպես Եղիան արեց»։ Հիսուսի հետ մեռած մնելը սա է նշանակում, սիրելիներ։ Ամբողջովին մերժել են ամենը, ինչ որ մեր ներսից է, մեր անձից է, մեր շնչից է, այսինքն մեր շունչը պետք է դառնա ավելի пассив, ոչ թե ավելի ակտիվ, այլ ավելի пассив։ Պետք է Հիսուսի մեռնելը մեր կյանքում երևա։ Միթե դուք ձեր կյանքում չեք զգացել դա։ Եղել է դեպքեր, երբ որ անիրավ տեղը խոսել են ձեր վրա, վատ խոսքեր են ասել, համբերել եք, լուր եք մնացել, արդյունքում ինչ է ստացվել։ Զգացել եք, որ ձեր ներսը կարծես խաղաղությամբ լցվեց, ձեր ներսը յուղվեց, կարծես երկնքից մի բան ավելացավ, բայց երբ որ հակառակ ձևով եք վարվել, տեսել եք, որ ձեր ունեցածը կորցվեց։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է. այնպես որ մահը մեզանում է զորանում եւ կյանքը ձեզանում, որպեսզի կյանքը մեր ընտանիքներում, կյանքը մեր եկեղեցում զորանա, ապա մեր մեջ երթալով Հիսուսի մահը ավելի պետք է արտահայտվի։ Թող Տիրոջ անունը մեծարվի, Տիրոջ անունը փառավորվի։ Աստված մեզ սիրում է
եւ Աստված իր որդով Հիսուս Քրիստոսով մեր համար ամենն է արել։ Խաչը մեր հին կյանքի ավարտն է եւ նոր կյանքի սկիզբն է։ Խաչով վերջը դրված մեղքին, խաչով վերջը դրված մեր հին մարդուն, խաչով վերջը դրված Ադամից եկած բոլոր հնին։ Սատանան հաղթված է, պարտված է, զրկված է իշխանությունից։ Մեր բաժինն է Հիսուս Քրիստոսով նոր կյանքը։ Աստված թողորնի։ Հիսուսը ասեց. «Իմ մեջս կեցեք եւ ես ձեր մեջ»։ Եթե մենք իր մեջ ենք, եթե մենք իր մեջ ենք մնում, ապա որպես արտահայտում միշտ Հիսուսի մեռնելը մեր կյանքում պետք է երևա։ Թող Աստված օրհնի, ինչպես Հովհաննես Մկրտիչը ասեց, նրան պետք է աճել, իսկ ինձ փոքրանալ։ Որտեղ ավելի փոքրանանք, ավելի խոնարհվենք, ավելի ցածրանանք, ավելի խորը գիտակցենք մեր ունայնությունը եւ այն ժամանակ կյանքը մեր մեջ կզորանա։ Պողոս առաքյալը ասեց, երբ որ ես տգար եմ, այն ադեն կզորանամ։ Տերը թող օրհնի։ Առաքյալը ասում է, այնպես որ մահը մեզանում է զորանում եւ կյանքը ձեզանում։ Աղոթքով Աստծո առջև կանգնենք։ Իրանելի է այն մարդը, որ ամբարիշների խորհրդի մեջ չի գնում եւ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում եւ ծաղր անողների աթոռի վրա չի նստում, այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է եւ ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում եւ նա ջրերի գնացքումը տնկված ծառների պես է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին եւ նրա տերևը չի թափում եւ ամեն ինչ որ անում է հաջողվում է նրան։ Մարդը, որի բաժինը Տերն է, որի սրտում առաջի տեղում Աստծո խոսքն է, իր համար ասում է. ամեն ինչ որ անում է հաջողվում է նրան։ Իհարկե երիտասարդի համար իր կյանքի ամենակարևոր հարցը Աստծուն ընտրելուց հետո ամուսնության հարցն է։ Եվ ամուսնության հարցում պետք է Տիրոջ օրհնությունը լինի։ Եվ այստեղ տեսնում ենք, որ այդ օրհնությունը այն մարդու հետ է, որը Տիրոջը ընտրել է որպես իրան բաժին։ Եթե մարդը չունի Տիրոջը, խոսել օրհնությունների մասին անիմաստ է, անհետեթություն է։ Եվ նույնը լսում ենք Ավետարանում, Ղուկասի Ավետարանի 24-րդ գլխի վերջում լսում ենք, որ Տեր Հիսուսը իր համբարձումից հետո, իր համբարձումից առաջ, հարությունից հետո օրհնեց աշակերտներին 24:50-ը եւ նրանց հանեց մինչև Բեթանիա եւ իր ձեռքերը վեր բարձրացրեց եւ օրհնեց նրանց եւ եղավ որ նա նրանց օրներից ջոկվեց նրանցից եւ վերանում էր երկինք։ Աշակերտները ընտրել էին Տիրոջը, պաշտում էին Տիրոջը, Տերը օրհնեց։ Եվ նաեւ հիշեցնեմ, սիրելիներ, Տերը օրհնեց Իսահակին, Տերը օրհնեց Հովսեփին, ինչի համար, որովհետեւ Տերը նրանց հետ էր։ Տերը Իսահակին ասեց. Ես քո հետ կլինեմ եւ քեզ կօրհնեմ։ Նույնը Հովսեփի համար է գրված, որ Տերը Հովսեփի հետ էր եւ նրա ձեռքի ամեն գործերը օրհնում էր։ Ուրեմն, սիրելիներ, որպեսզի Տիրոջ օրհնությունը, հաջողությունը լինի մեր ամեն գործերում եւ ինչպես ասի երիտասարդներին ամուսնության հարցում պետք է իրանց սրտերում առաջի տեղը Տերը լինի։ Այս հարցում, սիրելիներ, եկեղեցում հանդիպում ենք շատ հարցերի, անհանգստությունների, որովհետև երիտասարդները ուշադիր չեն, մարմնավոր ձևով են վարվում։ Եփեսացիս թղթի մեջ մենք կարդում ենք, առաքյալը հորդորում է. ամիդների պես մի լինեք, այլ իմաստունների պես ժամանակը ծախողարեք։ Սատանան հարստահարում է, երբեմն իր փորձությունը, իր հարցակումը արտահայտվում է նրանով, որ հարստահարում է մեր ունեցածը, հարստահարում է մեր ժամանակը։ Անցնում է ժամանակը, ետ ենք նայում եւ այդ ժամանակը փուչ էր, ու այն է անցել։ Ժամանակը չի անցկացվել Աստծո փառքով։ Իսկ Պողոս առաքյալը ասում է. «Արդ ինչ որ գործեք, թե ուտեք, թե խմեք, նաև ես ավելացնեմ, թե խորեք, թե մտածեք, ամեն բան լինի Աստծո փառքի համար»։ Եղբայրը ուզում է ամուսնանալ։ Քույրիկին է ասում, քույրիկին առաջարկություն է արվում։ Քույրիկին հարցնում եմ, արդեն մի դեպք չի, դեպքեր են։ Քույրիկը ասում է,
ես Տիրոջից հայտնություն ունեմ, պետք է ամուսնանամ այս եղբոր հետ։ Ես սկզբից համոզված էի, որ Տիրոջ հայտնությունը չի։ Գրված է, սովածը երազում հաց է տեսնում և ծարավը ջուր։ Դե մյուս կողմից ես մտածում եմ, գուցե եղբոր մոտ կա համակրանք։ Եղբոր հետ հերվից խոսում եմ, եղբայր, անցնում է ժամանակը, պետք է ամուսնանաս, այ եկեղեցում այսպիսի քույրիկներ կան, անուններով գալիս եմ, հետո այդ քույրիկի վրա եմ գալիս, եղբայրը չի ուզում, բայց քույրիկը ասում է Տիրոջից հայտնություն եմ առել, պետք է զգույշ լինել, սիրելիներ, շատ զգույշ պետք է լինել, արտար մարդիկ են շփոթվել, Աստծո մարդիկ են շփոթվել, պետք է ուշադիր լինենք, հիշենք, Սամվել մարգարեն քիչ մնաց, որ սխալվեր և Հեսեի ավագ որդուն, Եղիաբին, որը անարգված էր Աստծո առջև, քիչ էր մնում, յուղը նրա գլխին լցեր և ոծեր Իսրայելի թագավոր, բայց Տերը հանդիմանեց, ասեց, մարդը նայում է աչքի երևացածով, իսկ Աստված սրտին է նայում։ Ղովտը, երբ որ իրա և Աբրամի հովիվների միջև վեճ եղավ և Աբրամը թողեց, որ վերջին խոսքը իրան լինի, ընտրեց, նայեց, որ Հորդանանի եզերքը նման է Աստծո դրախտին և Եգիպտոսի երկրին, եկավ իրա վրանը խփեց Սոդոմի մոտ։ Իրան թվում էր թե լավ է, բայց հետո վերջում ինչ եղավ, սիրելիներ, կորցրեց իր ընտանիքը։ Լինում է, որ երիտասարդ հավատացյալը ուզում է ամուսնանալ, ուզում է, անցնում է ժամանակը, անցնում է ամիսներ և տարիներ և չի ամուսնանում։ Սատանան հարստարում է ազնվորությանը, սիրելիներ, սա նորմալ երևույթ չի։ Սա նորմալ երևույթ չի։ Եկել է ժամանակը, ուզում ես ամուսնանալ, աղոթի Տիրոջը, խնդրի Տիրոջ առաջնորդությունը, որ Տերը քո սրտում դնի և ընտրություն արա, բայց լինում է, և անուններ է դնում, դին երորդին և անուններ է դնում, անցնում է ժամանակը, այսպիսի հավատացյալի համար Աստծո խոսքը ասում է անմիտ մի լինեք, այլ ինչպես իմաստուններ ժամանակը ծախու արեք, իմաստուն մարդու համար ժամանակը թանկ է և ժամանակը պետք է օգտագործվի Աստծո փառքի համար։ Սիրելիներ, Աստծուն սիրող ազնվորության սրտում առաջի տեղը Աստված պետք է լինի։ Եվ եթե եկել է ամուսնության ժամանակը, ինքը պետք է խնդրի։ Ոչ թե հայտնությունը լինի ուրիշի միջոցով, այլ իր սրտում թող լինի, թող Տերը իրան առաջնորդի, և պետք է նաև քննի, իսկապես, սա է ճիշտը։ Եվ լինում է նաև այսպիսի պարագա, նորից, եղբայր ուզում է ամուսնանալ, քույրիկին ասում է, բայց Սամվել եղբայր, իմ մոդիկները և ես ինչ քույրիկը ասել են, հայտնություն ենք արել, որ դու ես ինչ եղբոր հետ պետք է ամուսնանաս։ Ասում է ճիշտ ասած, սկզբում իմ սրտում չկար, բայց որ ասեցին, արդեն իմ խելքը մտել է։ Հասկանում եք, սիրելիներ, նայեք, Սատանան իր սև գործը անում է, այդ երիտասարդը սկզբում միամիտ է եղել, բայց արդեն սերմը ցանվել է։ Սիրելիներ, մարդը ամուսնանալուց պետք է սիրի, եղբայրը պետք է համոզված լինի, որ այդ քույրիկը իր կեսն է, քույրիկը նույնպես և պետք է ամուսնանան, բայց սիրահարվելը ճիշտ չի։ Սիրահարվելը սա Աստծու հոգուն հաճելի բան չի, սիրելիներ, այն մարդը, որը սիրահարված է, իր մտքով անընդհատ տարված է մի եղբորով կամ մի քույրիկով, հաստատ այս ազնվորությունը աղոթքի ժամանակ հանդիմանվում է։ Եկել է ամուսնության ժամանակը, պետք է ինքը ընտրություն անի։ Այս հարցը շատ հուզող է, սիրելիներ, թող ամեն մի երիտասարդ ինքը համոզված լինի, որ ով որ իրան առաջարկում է կամ ում որ
առաջարկում է, դա է ճիշտը։ Կողքից ուղղություն պետք չի։ Ես հիշում եմ դեպք, երբ որ լսեցի մի քույրիկ իր նշանը ետ է տալիս, ասի քույրիկ, ինչի համար այդպես եղավ, ասում է եղբայր, ասում են հայտնություն ունենք, բայց այդ ոնց է իրանք հայտնություն ունեն, ես չունեմ, այդ ոնց է, ոնց հասկանալ։ Սրա հետևանքները շատ ահավոր են, սիրելիներ, երբ որ ուրիշից է հայտնություններ լինում։ Ես հիշում եմ, մի քաղաքում եղավ այդպիսի դեպք։ Մի քույր կար այդ քաղաքում, որին Աստված անցյալում ողորմություն էր արել, պիղծ ոգիների ազդեցության տակ էր, դիվահար էր, աղոթքով ինքը բուժվել էր։ Բայց հետո Տիրոջ խոսքի մեջ չէր, աննազանդ էր։ Եղբայրները հորդորում էին, լսելու, հնազանդվելու, ինքնագլխություն էր անում եւ Տիրոջ անունից խոսում էր։ Եվ Տիրոջ անունից մի երիտասարդ քույրիկի ասում է. Տերը հայտնել է, դու պետք է ամուսնանաս այսինչ եղբոր հետ։ Եղբայրն էլ այդ քաղաքում հայտնի եղբայր լավ քարոզիչ։ Ասնում են ամիսները։ Ասում են ժամանակը, մի քանի տարի արդեն քույրիկի սրտում սերմ ընկել է, աճել է, սիրահարվել է եւ ինքը սպասում է, որ օրերից մի օր եղբայրը պետք է ասի, ես ամուսնանում եմ քո հետ։ Ես ուզում եմ քեզ։ Այսպիսի մի ժողովի ժամանակ, եկեղեցում ժողովի ժամանակ, եկեղեցու հովիվը հայտարարում է, եղբոր անունը եւ ասում է, եղբայրը առաջարկություն է արել, համաձայնություն է եղել, ուզում է ամուսնանալ այսիշ քույրիկի հետ, ուրիշ քույրիկի հետ։ Եվ դրանից հետո ինչ եղավ, սիրելիներ, եկեղեցուն եղավ մեծ փորձություն։ Քույրիկը աղաղելով, ցենեկցելով դուրս էր ելնում փողոց, գոռում էր, աղաղում էր, եղբայրները ուզում էին իր հետ խոսել, դուրը ներսից չէր բացում։ Այ սա էլ այդ սուդի հայտնությունը։ Այս կետում ուշադիր պետք է լինել, սիրելիներ։ Երբ որ մեկի մոտ լինում է մի հարց, չէ, ասենք օրինակ ասում է, ես ուզում եմ այսիշ տեղը գնալ աշխատանքի կամ այսիշ բանը անել, աղոթ կարեք։ Ես ասում եմ շատ բարի, աղոթ կանենք, բայց ես հավատում եմ, որովհետև դու Աստծո զավակ ես։ Եթե դու անկեղծ ես, Աստված էլ քո սրտում կդնի։ Եթե այնտեղ երտալը Աստծուն հաճելի է, քո սիրտը կկմնի։ Իսկ եթե չէ, Աստծո առաջնորդությունը, Աստծո հայտնությունը սրանով կլինի, որ քո սիրտը այդ բանից կսարի։ Երիտասարդը պետք է վստահ լինի, սիրելիներ, պետք է նայի Տիրոջը, շատ կարևոր է։ Այսօր մեր համար շատ կարևոր է, որ եկեղեցում հաստատվեն առողջ ընտանիքներ, շատ կարևոր է, որովհետև դա մեր ապագան է։ Եվ դա պետք է լինի Աստծո խոսքով, ոչ թե ուրիշի տեսած երազներով եւ հայտնություններով։ Եթե որևէ մեկը տեսնում է ինչ-որ մեկի համար, թող իր մեջ պահի, աղոթ կանի, եթե Աստծուց է, Աստված անելու է։ Երբ որ երկու շաբաթ առաջ այրոպորտում հյուրեղբայրների պետք է հանդիպեինք, դիմավորենք, այնպես եղավ, որ ուրիշ մի քաղաքից էին եղբայրներ եկել, հովիվ եղբայրներ, եւ այս հարցի մասին եղբայրներով խոսում էինք, կիսվում էինք, որ երիտասարդների մեջ ամուսնության հարցում կա այսպիսի անհանգստություն, դժվարություն, ոմանք տրվում են երազների եւ այլն, եւ հովիվ եղբայրներից մեկը հետեւյալը պատմեց, ասում է, մեր մոտ կար մի եղբայր, ուզում էր ամուսնանալ, ասում էր, հայտնություն եմ ստացել Տիրոջից, քույրիկի հետ պետք է ամուսնանամ, որի անվան առաջի տառը սկսում է Գ-ով։ Ինչևէ, բոլոր խմբերը եղավ, նայեց, այդ քույրիկին չգտավ։ Հետո մի ժողովի ենք, մեկ էլ եղբայրն ասում, ինձ առանձնացրեց, ասեց, գիտես եղբայր, այ այն որ նստած է, այն քույրիկին է Աստված հայտնել։ Դե եղբայրն էլ ասում է, եղբայր ջան, ինչ ասեմ, բայց դու աղոթ կարա, որ իր ամուսինն էլ համաձայնվի։ Հասկանում եք, սիրելիներ, հասկանում եք ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում։ Դա ահավոր մեղք է, ծանր մեղք է, երբ որ մարդը Աստծո անունից է խոսում։
անարագությունը այն մեղքը չի, ինչ որ մարդը Տիրոջ անունից է խոսում։ Երբ որ մարդը Աստծո անունից է խոսում, սա շատ վատ երևույթ է։ Եղել է դեպք։ Եղբայրը եկել է։ Սամվել եղբայր հայտնություն ունեմ, Տերը առաջնորդել է, հայտնել է ամուսնանամ այսիշ քույրիկի հետ։ Շատ բարի։ 5 րոպե հետո, երբ որ ինքի մոտից ելել է, գուցե մյուս եղբայրը հանդիպել է աշճանների վրա, երկրորդ եղբայրն է մտել։ Սամվել եղբայր, աղոթել եմ, հայտնություն ունեմ, Տերը առաջնորդել է այսիշ քույրիկին, նույն քույրիկին։ Հասկանում եք, սիրելիներ, պետք է ուշադիր լինենք։ Եվ սա այն բանից է գալիս, սիրելիներ, որ ավելի տրվում ենք զգացմունքներին, ավելի խանդավառվում ենք, բայց պետք է Տիրոջը նայել։ Ես նորից եմ ասում, սիրելիներ, ամուսնության հարցը շատ կարևոր է։ Եվ եթե եղբայրներից, քույրիկներից կան, որ, այդպես ասած, մտքերի մեջ են, սիրահարված են, եթե եկել ամուսնության ժամանակը, թող առաջարկություն արվի, հովին ասեն, գործին ընթացտրվի, իսկ եթե չէ, ճիշտ կլինի, հարմար կլինի, որ այդպիսի եղբայրները, քույրերը հովիվ եղբայրների հետ խոսեն, հովիվ եղբայրները ուղղություն կտան։ Թող Աստված օրհնի, սիրելիներ, որ այս հարցը Աստծուն հաճելի ձևով լինի։ Ուրեմն երիտասարդը ուզում է ամուսնանալ, եկել ամուսնության ժամանակը, թող ինքը խնդրի Տիրոջը, անկեղծորեն իր երեսը խնդրի եւ այն ինչ որ իր սրտում դրվում է, թող ինքը այդպես վարվի, այդ առաջարկությունը անի։ Ուրիշների խորհրդով թող երբեք չշարժվի։ Չէ, հիշում եք, սիրելիներ, Եդեմի այգում Ադամը Տիրոջը ասեց. «Այն կնգան, որ ինձ տվեցիր, այդ պղղից ինձ տվեց, ես կերա եւ ահա մերկ եմ»։ Ամուսնության հարցում ընտրությունը պետք է անի, համաձայնությունը պետք է տա հենց ինքը երիտասարդը։